Հիմնական հայտնությունն Աստվածաշնչում։ Աստվածաշնչում գլխավորապես բացահայտված է կյանքը։ Կյանքն ամբողջ Աստվածաշնչի կենտրոնն է, ֆոկուս, բայց ինչ է կյանքը կամ ով է կյանքը։ Պատասխանը գտնվում է Տեր Հիսուսի խոսքերում։ Նա ասում է. «Ես եմ կյանքը, և ես եկա, որ կյանք ունենաք»։ Աստվածաշունչը Քրիստոսի որպես կյանքի հայտնությունն է։ Երբ մենք գալիս ենք Աստվածաշնչին, պետք է գիտակցենք, որ գալիս ենք դիպչելու Քրիստոսին, որպես մեր կյանքին։ Ամբողջ Աստվածաշունչը կյանքի գիրք է, և կյանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ հենց Քրիստոս Հիսուսի աստվածային և կենդանի անձը, ով մեր բաժինն է։ Երբ գալիս ենք Աստվածաշնչին, մենք պետք է գանք և հպվենք նրան։ Մենք չպետք է կրկնենք հրեաների տխուր պատմությունը, որոնք քննեցին Սուրբ Գիրքը, քանի որ կարծում էին, որ կյանք կար դրանցում, և չցանկացան գալ Տեր Հիսուսին։ Հովհաննես 5:39-40 Առանց Տիրոջը հպվելու չպետք է հաղորդ լինենք Աստվածաշնչին։ Երբ բացում ենք Աստվածաշունչը, պետք է ասենք. «Տեր Հիսուս, դու պետք է այստեղ լինես։ Սա գիրք չէ պարզապես, սա քո հայտնությունն է։ Ես չեմ ուզում այս գիրքը կարդալ առանց քեզ հպվելու։ Ես չեմ ուզում այս գրքից ինչ-որ բան լսել առանց քեզ լսելու։ Ես չեմ ուզում այս գիրքը կարդալ առանց քեզ տեսնելու։ Ես ուզում եմ տեսնել քո երեսը։ Ես ուզում եմ տեսնել այն, ինչ դու հանդիսանում ես տպագրված էջին։ Օ Տեր Հիսուս, լուսավորիր քո խոսքը և օծիր յուրաքանչյուր տող, որպեսզի կարողանամ հպվել քեզ։ Մեզ այնպիսի հոգի է պետք այս կենդանի խոսքին հպվելու համար։ Մեզ այսպիսի հոգի է պետք այս կենդանի խոսքին հպվելու համար։ Ստեղծվելուց հետո մարդը Եդեմական պարտեզում դրվեց երկու ծառի առջև։ Մեկը կյանքի ծառն էր, իսկ մյուսը գիտության։ Եթե մարդն ուտեր կյանքի ծառից, նա կընդուներ Աստծո աստվածային կյանքը, որը ցույց է տրվում կյանքի ծառով։ Սակայն մարդը փորձության ենթարկվեց և ընդունեց գիտության ծառից, որը ոչ թե Աստված էր, այլ ուրիշ աղբյուր, այսինքն Սատանան։ Դրա հետևանքը մահն էր։ Աստվածաշնչին հաղորդ լինելու սկզբունքը նույնն է։ Մենք կարող ենք Աստվածաշունչն ընդունել կամ որպես կյանքի գիրք, հպվելով նրան մեր հոգով, Տիրոջն աղոթելու միջոցով, որպեսզի կարողանանք նրան ընդունել որպես կյանք, իր խոսքի միջոցով, կամ էլ կարող ենք Աստվածաշունչը դարձնել գիտության գիրք, պարզապես հաղորդակցվելով մեր մտքով, գրքի մեջ գիտություն փնտրելով։ Սա մեզ մահ է բերում, այլ ոչ թե կյանք։ Բ Կորինթացիս 3:6 մեզ զգուշացնում է, որ գիրը գրվածքներում սպանում է, իսկ հոգին կյանք է տալիս։ Մենք չպետք է Աստվածաշունչը պարզապես գրի գիրք դարձնենք, որը կսպանի մեզ։ Աստվածաշունչը մենք պետք է ընդունենք Տեր Հոգուն հպվելու միջոցով, որպեսզի այն հոգի և կյանք դառնա մեզ համար։ Աստվածաշնչի մյուս ֆունկցիաները։ Բացի այդ, մենք ունենք որոշ խոսքեր, որոնք մեզ ասում են, որ Աստվածաշունչը շատ ուրիշ ֆունկցիաներ ունի։ Աստվածաշունչն ունի իմաստություն, որը կարող է օգնել մեզ, որ մենք փրկվենք։ Բ Տիմոթեոս 3:15 Այն ունի սերմ արտադրելու ֆունկցիա։ Աստվածաշնչի խոսքի շնորհիվ մենք կարող ենք վերստին ծնվել, վերածնվել։ Ա Պետ 1:23 Պետրոսի Նոր ծննդից հետո Աստվածաշնչի խոսքը կաթ է և սնունդ մեզ համար, որ կերակրվենք և Տիրոջով աճենք։ Ա Պետրոսի 2:2 Մատթեոս 4:4 Ուստի մենք պետք է ուտենք խոսքը։ Երեմիա 15:16 Այսինքն ընդունենք խոսքը մեր մեջ, խոսքի միջոցով մեր հոգին վարժելով։ Աստվածաշունչը կարող է նաև մեզ լավագույն ուսուցումը տալ և կատարելագործել Աստծո մարդուն։ Հռոմեացիս 15:4 Բ Տիմոթեոս 3:16-17 Եթե պատկանում ենք Տիրոջ և ցանկանում ենք կատարյալ լինել, մենք անշուշտ կարող ենք ընդունել կատարելագործումը իր աստվածային խոսքի միջոցով։ Հին կտակարանը Աստվածաշունչը կազմված է երկու կտակարանից՝ հին և նոր։ Հին կտակարանը հիմնականում մարգարեություն է Քրիստոսի մասին։ Այն Քրիստոսի գալստյան մասին է խոսում պարզ խոսքերով, ստվերների, խորհրդապատկերների և բազում պատկերների միջոցով։ Ղուկասի 24-ում Տեր Հիսուսը երկու անգամ մեզ ասում է, որ հին կտակարանը գրված է իր մասին։ Խոսքեր 27 և 44 Հին կտակարանը կարելի է բաժանել 3 հիմնական մասերի՝ Մովսես, որը նշանակում է օրենք, մարգարեներ և սաղմոսներ,
Տերն ասաց, որ 5 դակարանի յուրաքանչյուր բաժնում իր մասին գրված ինչ-որ բան կա։ Հովհաննեսի 5:39-ում Տերը նաև ասաց, որ 5 դակարանի գրվածքները իր մասին վկայություն են, իսկ Եբրայեցիս 10:7-ում նա ասաց. գրքի փաթեթում, այսինքն 5 դակարանում, ինձ համար գրված է։ Հետևաբար 5 դակարանը հիմնականում մարգարեական պատում է Քրիստոսի մասին, ով ամեն ինչ է Աստծո մարդկանց համար։ Ծննդոց։ Այժմ մենք սկսում ենք Ծննդոց գրքի կենսաուսումնասիրությունը։ Այս գրքի նախնական վերնագիրն էր սկզբում Սպետուագինտում 5 դակարանի հունարեն թարգմանության մեջ ընդունված էր Գենեզիս վերնագիրը, որը լատիներեն բառ է և նշանակում է ծնունդ, ծագում տվող։ Ծննդոցը ծնունդ, սկիզբ է տալիս ամենին։ Ծննդոցն աստվածային ճշմարտությունների բոլոր սերմերը պարունակող գիրք է։ Աստվածային բոլոր ճշմարտությունները ցանվեցին այս գրքում։